հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը եւ Արթունեմ քաղաքացիական նախաձեռնության հանրային կապերի պատասխանատու Նարեկ Մարյանը Ազգային ժողովի 107 պատգամավորներին անհատական նամակներ են հանձնել, իսկ նամակի նպատակը եւ բովանդակությունը հետեւյալն է. Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտի ենթարկելու առաջարկով եւ ազգային ժողովի որոշման նախագծով, որտեղ անգամ նոր վարչապետի տեխնացուի անունը դրացնելու տող է թողնված, որովհետեւ մենք գիտենք, մեր ժողովուրդը միշտ ասում է առաջնորդը հստակ լինի, մենք հասկանանք ում է ձայն տալիս, որ ընդդիմադիր հատվածը ինչ առաջնորդով է ներկայանում եւ այլն։ Հիմա այդ ծրարը ներկայացվել է, նախ իսկ կխնդրեմ ձեր կարծիքը ընդհանրապես իմպիչմենտով։ Տեսեք, սահմանադրական ճանապարհով, որ դուրս եկան, քայլեցին 20 թվականից հետո, չէ, 21, 22, 23 անդադ քայլեցին, լաոին արտնացնում էին, չարտնացավ լաոն, կամ էլ արտնացավ, հետո չիմացան լաոյի, արտնացած լաոին ինչպես ուղղորդեն, որ սրանց հեռացնեն իշխանությունից, չկարողացան։ Ովքեր գիտեն Նիկոլ Փաշինյանին, ասում են Փաշինյանին փողոցով չեք կարող հեռացնել։ Այս առաջարկը Արթունենքի ինձ մոտ հարցազրույց տալիս Նարեկ Մարյանը ահա թե ինչ ասեց, երկու տեղն էլ միասին պիտի գործի, այսինքն խորհրդարանը պիտի սկսի իմպիչմենտի գործընթաց, զուգահեռաբար փողոցում պետք է լինի ճնշում, եւ այդ երկու ճնշումը խորհրդարան եւ փողոց կտա իր արդյունքը։ Դուք այդ կարծիքին եք։ Միշտ էլ ասվել է, որ երկու ուժերի ճնշումը միասնական պետք է լինի։ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններ եւ փողոցի ճնշում։ Բայց տեսնում ենք, որ դա համադրել չի ստացվում եւ արդյունքի էլի չենք հասնում։ Ինչու չի ստացվում։ Նախ մեր տղաների գործողությունները, եթե գործողություն անում են, այսօր ընդդեմ իշխանության ինչ գործողություն անում են, ես կողմ եմ դրան։ Բայց նաեւ պետք է նկատենք ինչպիսի արդյունքի կարող ենք հասնել։ Իշեք դերևս ժամանակին փորձեցին ձայներ հավաքել, եթե չեմ սխալվում ոչ թե իմպիչմենտի, այլ հայտարարության ինչ-որ, իշխան Զաքարյանին չկարողացան հայտնաբերել, հիշում եք։ Նույն սրբազան շարժման ժամանակ։ Ընկել ամբողջ աշխարհով ընկել իշխան Զաքարյանին փնտրում չկարողացան գտնել, որպեսզի բավարար ձայներ հավաքեին։ Հիմա իմպիչմենտի այս առաջարկը որ անում են, հիմա 71 պատգամավոր ԿՊ-ից է։ 107 պատգամավոր են, 36 ընդդիմադիր։ 36 ընդդիմադիրների մեջ էլ արդեն կարծես թե ինչ-որ տեղ ճաքերեզ նկատվում, չէ։ Հայաստան դաշինքից Նազարյան Գեղամ, իսկ պատիվ ունենից իշխան Զաքարյան արդեն վաղուց չկա։ Ճաքեր կան, գուցե հենց դա է պատճառը, ճաքեր կան ու ճաքերի պայմաններում տեսեք, նախ այն կարծիքը, որ մեր տղաները, որոնք ասում են, որ պատգամավորները ղեկավարվում են իրենց ներքին համոզմունքով եւ խղճով, սահմանադրական ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն։ Լավ, այսօր միջև այսօր արդեն պատերազմից անցել է 5 տարի։ Պատգամավորական այդ քպական ողմակից որևէ մեկի կողմից խիղճ ընկալվեց, ողջախոհություն ընկալվեց, ամոթի որևէ նշույլ նկատվեց, սրանք եթե ամոթ չունեն, ամեն ինչի ընդունակ են։ Ես համոզված եմ, որ նրանք եւ ներողություն այդ միտքս կավարտեմ, ասում են, որ երկու հիմք է ԿՊԱ-ականների Նիկոլի ոտքի տակ պահում։ Մեկը դա վախն է, որ նրանց նկատմամբ այսպիսի բառացեն կոմպրոմատներ ունի, եւ երկրորդ լափամանին մոտ է թողել, որ շակի լափելու ունակություն ունի։ Հնարավոր է եւ երկու տարբերակներ կարա լինի։ Երկու տարբերակներ լինում է որպես կանոն եւ կարա կոմպրոմատը լինի երկուսի հետ եւ լափամանի կարա մեկը լինի կամ մյուսը չլինի։ Էական չի։ Բայց նաեւ երբեմն ինձ հարց են տալի, ասում են օրինակ Նիկոլ Փաշինյանը չի համարձակվի X պաշտոնյային հանի, քանի որ նա Նիկոլի մասին շատ բան գիտի։ Ես դրան արդեն քմծիծաղում եմ նայում։ Ինչու՞։ Որտեւ Նիկոլ Փաշինյանը արդեն ամեն ինչ ասել է եւ ամեն ինչ հայտնի է Նիկոլ Փաշինյանի մասին։ Էլ ինչ այլասերված բան էլ ասես, դավաճանական ինչ նոր բան էլ ասես, դա արդեն բնութագրական է եւ կարելի ասել բոլորս այդ մասին գիտենք։ Հետեւաբար այս մարդը հասարակական պարսավանքի ենթարկվելու որևէ խնդիր չունի։ Վախեր չունի։ Ասեց թուրքել ասեք մեկը չեմ հեռանում։ Ոչ ամոթ ունի, ոչ վախ ունի։ Սա արդեն կանգնած է այն կարգավիճակում, որ կամ հաղթանակ կամ մահ, այլ տարբերակ չունի ինքը։
Ինքը լավ է հասկանում պարտվելուց հետո իր մերձավորներին, իր ընտանիքին ինչ է սպառնալու։ Դրա համար պիտի Լավ է Հայաստանը տանի հասկանում։ պարտության։ Հետևաբար, եթե մենք գործ ունենք այնպիսի մի առնետի հետ, որը անկյուն է մղվել, այդ առնետը պատրաստ է կացոտել բոլորին։ Հետևաբար այդ առնետի դեմ պայքարելու շատ բոլոր միջոցները պետք է օգտագործել։ Հիմա մեր տղաները թող փորձեն։ Իմպիչմենտի արդյունք ես չեմ հավատում, որ ունենան։ Ողջամիտ ժամկետ 10 օրը շատ են տվել։ Շատ են տվել 10 օր։ 10 օր հետո եթե падգամավորներից ոչ մեկը չի ձեռնարկում իմպիչմենտի գործընթաց, ապա այդ դեպքում հանդիպումների շրջանակն էլ ավելի հաշվի առնելով կփորձենք գեներացնել սպասված վարչապետի թեկնածուին, որը մեզ համար այնքան էլ սպասված չէ։ Սա ասել է Նարեկ Մայլյանը, այսինքն կոնկրետ դեռ չի հայտարարվում անունը, բայց այստեղ շատ կարևոր ինչու 10 օր, որովհետև շեշտում է, որ 10 օրյա ժամկետում է լրանում մայիսի 8-ն է փաստորեն, հիշում եք այդ օրը, որ Նիկոլ Փաշինյանի 7-ամյա պաշտոնապարման շրջանն է փաստորեն լրանում եւ ասում եմ մենք այս պահին կարող ենք օգտվել այդ իմպիչմենտի հնարավորությունից անվստահություն հայտնելով իդեպ ասեմ այս ընթացքում Գառնիկ Դանիելյանը Հայաստան խմբակցության падգամավորն ասել էր եթե մենք այս ընթացքում չանենք ապա սեպտեմբերին այլևս չենք կարող անել եթե ես չեմ սխալվում դա օրենքի խնդիր կա այլևս ամռանը արդեն չի հնարավոր երբ է ինքը արդեն որպես վարչապետ ընտրվել ազգային ժողովի կողմից եթե սեպտեմբերին էր կարծեմ 1 տարի արդեն 1 տարվա ժամկետում էլ չես կարող այսինքն եթե հասցնես եթե չեմ սխալվում պաշտոնը ընդունել է սեպտեմբերին եթե չեմ սխալվում կարծեմ Դանիելյան Գառնիկը ճիշտ է ասում այսինքն այս իմպիչմենտի գործընթացը կարող է լինել մինչև սեպտեմբեր ամիսը ավելի շուտ ավելի ուշ հնարավոր չէ քանի որ օրենսդրությունը թույլ չի տալի մինչև 1 տարի առաջ չես կարող արդեն իմպիչմենտ իրականացնել լավ հիմա իմպիչմենտ է ներկայացնում 71 ԿՊԱ-ականներից որևէ մեկը չի համաձայնվում իրականացնել։ Եկեք այստեղ մի փոքր ես ուզում եմ հիմա դες հակադարձել Նարեկ Մայլյանով, ես ինքս էլ չեմ հավատում, որ ԿՊԱ-ականներից որևէ մեկը կարող է Փաշինյանին անվստահություն հայտնել, բայց տեսեք ինչ է ասում է, իսկ ընդդիմությունը արդյոք գնացել է խոսել է, ասում են որ գնում եք իրար հետ զրուցում եք միջանցքներում կամ դուրս եք գալիս Հայաստանից ինչ-որ տեղեր եք գնում ուղևորությունների եւ իրար հետ նաեւ գարեջուր եք խմում, այդ խոսք ու զրույցի ժամանակ դուք ասում եք երբևէ փորձել եք ԿՊԱ-ականների Օրինակ ինքն էլ է ասում ես էլ եմ փորձել վստահ եմ որ հնարավոր է մարդիկ կան եթե գեներացվի իրավիճակ ԿՊԱ-ականների մեջ կլինեն 1 2 3-ը որոնք կմիանան այսինքն հնարավոր կլինի ապահովել այդ թիվը դուք վստահ եք որ դա հնարավոր չէ ապահովեցիք ընդհանրապես որպեսզի ազգային ժողովը մտնի այդ հարցը 54 եթե չեմ սխալվում 54 падգամավոր դա արդեն իմպիչմենտը հաղթանակ կտանի 54-ի պայմաններում նախ 36 ձայն պետք է որպեսզի ազգային ժողով մտնի հարցը որից հետո 50+1 ձայնով արդեն նոր կարող է նոր վարչապետ ընտրվել հիմա 36 ձայն ընդունենք ընդդիմությունը միասնական է 36 ձայն եւ պետք է ապահովել եւս 20 ձայն մոտավորապես մի քիչ ավել կամ 18 ձայն 18 ձայն հա ապահովվելու է դա դա ասում է պետք է աշխատել միթե 4-5 տարի չի աշխատվել Ես համոզված եմ որ աշխատվել է, ով ասեց։ Բայց ինչի չեն առաջ։ Ինչի գնացել գործընթացը։ Աշխատել են մարդիկ, չի ստացվել։ Բայց պետք էր հայտարարել գուցե։ Հիմա այս մարդիկ ասում են եկեք հայտարարեք թափանցիկ process։ Հիմա հայտարարեն որ ԿՊԱ-ական process-ի Պողոսի հետ զրուցել են, Պողոսը չի համաձայնվել։ Այո, Պողոսը հիմա հայտարարում են որ դավաճան է։ Մալյանն ասում է ով որ կխոսի եւ կասի որ հա այս հանձնել է Արցախը եւ այլն եւ ես դեռ շարունակում եմ կողմ լինել այդ վարչապետին ելնում ենք հանրային հա հրապարակում ենք այդ մարդկանց անունները ով ասում դա Նարեկ Մալյանը ասում է ամբողջ գործընթացը պետք է լինի թափանցիկ ով է կողմ որ դավաճանը շարունակի մնալ այդ մարդկանց անունները պետք է հրապարակենք մեկ առ մեկ եւ ընդդիմություն եւ չգիտեք այդ անունները գուցե ընդդիմության մեջ էլ կլինեն մարդիկ որոնք իսկապես չեն ուզենա որ օրակարգ մտնի Այդ արդեն կստուգեն այդ գրավոր հայտարարությամբ իսկապես գուցե դա պետք է հիմա ԿՊԱ-ական այդ ոչնչությունների անունազգանները ոչ մեկ չգիտի ես նստած այստեղ 25-ի անուն կասեմ գումարած կառավարության բազմաթիվ անդամների գումարած այդ ոչնչությունները որոնք սատարում են Նիկոլին անվանական բոլորին ունենք ինչա տալիս պատժի ստենդ դրեցին չէ ամոթի ստենդ դրեցին ոստիկանների ինչ եղավ Այստեղ պետք է այլ աշխատանք արվի, որը ժամանակին անում ենք ու չի ստացվում։ Տեսեք, ինչ է, օրինակ դուք առաջարկում հրեշի գլուխը պոկելու համար, հրեշի գլուխը կտրելու համար պետք է ոտքերը, հրեշը բարձրում է գտնվում, պետք է ոտքերը կտրել, որպեսզի ինքը ընկնի գետնի։
այս ազգակործան պիղծ իշխանություններին հեռացնելու համար պետք է նրան պահող սատարող ուժերը ոչնչացնել, սատարող ուժերի հետ աշխատանք կատարել։ Հիմա որ ասում են, կասեն դե ասում եք արեք, փորձում ենք անել, բայց միասնական եթե արվի։ Նա ուժը ով է Նիկոլին պահում, իրականում, օբյեկտիվորեն։ Ով է պահում։ Բացառապես իրավապահ համակարգը առաջին շարքում ոստիկանությունը։ Այո, դա Ես հաջողվել մեկ-մեկ է։ ոստիկանությանն ասում եմ իրավապահ մարմինների, դատախազության, քննչական, ազգային անվտանգության ընդհանուր բանակին։ Լավ, դուք գետինը չեք մտնում, տղերք այս բառերն եմ օգտագործում, որ Նիկոլի պես դավաճանը, կամ մի հատ աղջնակ ներքին գործերի նախարար, կամ մի հատ աղջնակ գլխավոր դատախազ, որ մտնի զինվորական ակադեմիան ողջունի ու մի հատ էլ խոնարհվի։ Դուք այդպիսի կուրսանտներ, այդպիսի սպաներ եք պատկերացնում, խոնարհվող։ Եվ ես նրանց միշտ մեղադրում եմ, ո՞նց եք մինչև այսօր կարողանում դուք համբերատար տուն գնալ ու ձեր ընտանիքի, ձեր երեխաների աչքերին նայել, երբ որ դուք ոտքի եք կանգնում զգաստ հրամանի տակ, դավաճանի առաջ, թշնամու առաջ, ո՞նց եք կարողանում։ Այրա ոտքերը պետք է կտրել, ոտքերից թուլացնել, որպեսզի մենք հրեշին կարողանանք վռնդել երկրից։ Լավ, ոտքերը հրեշի մեկը չեն, ոստիկանությունը չի միայն, բանակում էլ կա իր ոտքերը, ամբողջ համակարգը ուժային, եւ ես կուզեմ նաեւ խոսենք հետեւյալի մասին, իսկ գուցե նաեւ ընդդիմության հատվածում ունի նա ոտքեր ամուր մնալու իր տեղում։ Հնարավոր համարում եմ, բայց ես միշտ մի ուղղությամբ մի սկզբունք պահել եմ եւ շարունակում եմ պահել։ Ես չեմ դառնա եւ չեմ էլ ուզում դառնալ ընդդիմություն։ Ընդդիմության մեջ, եթե կան ստորներ, որոնք այսօր թել են թելում Նիկոլ Փաշինյանին կամ ջրաղացին ջուր են լցում, իրենց հարցերը կլուծենք Նիկոլին վռնդելուց հետո։ Բայց պետք է հնարավորություն լինի համախմբել, չէ՞ որ Այ եթե կան համախմբելը- այդպիսի դիմադիրներ, կներեք պարոն Պետրոսյան, եթե ընդդիմության մեջ կան այնպիսիներ, որոնց սցենարում կամ ծրագրում չկա Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, հենց նրանք են, որ թույլ չեն տալիս, գուցե ես ուղղակի հարցի տարբերակով եմ տալիս։ Ամենատեղս ես ընդդիմության բոլորի հետ զրուցում եմ, որևէ մեկը չի ասում, որ դեմ է Նիկոլի հեռացմանը։ Բոլորը ինձ միշտ ասում են, պատրաստ ենք միասնաբար Բայց հելնելու։ անկեղծ են։ Ես անկեղծ լսում եմ եւ Դաշնակցության կողմից, եւ Հայաստան Դաշինքի մեր ընկերների կողմից, եւ Հանրապետականի կողմից ընդհուպ, որ պատրաստ են կանգնել իրար հետ Նիկոլին վռնդելու Պարոն համար։ Պետրոսյան, այսպիսի մի բաներ եմ օրինակ լսում։ Նույն ընդդիմության շարքերից այս վերջի շրջանում ջրի երես ելան երկրորդ, երրորդ նախագահների թիմակիցներին տեսնում ենք ինչպես են իրար, հա, այսպես ցեղ շպրտելու, եւ դա շատ ցավալի էր, շատ ցավալի փաստ էր։ Եվ ինչ է ստացվում։ Նույնիսկ մարդիկ ինձ տեղեկատվություն տվեցին, թե այն մի թևն ասում է, եթե պիտի այն մի թևը գա, ավելի լավ է թող Նիկոլը Դա մնա։ ծանր ու շատ Շատ ցավալի փաստ է։ ցավալի զրույց է այս շատ ցավալի տեսակով, որ փաստ է։ Բայց մենք պետք է օրինակ բարձրացնենք պարոն Սերժ Պետրոսյան։ Սարգսյանի մասին ասում են, որ Սերժ Սարգսյանը իբր թե հանրապետականը ասել է, որ եթե Նիկոլը հեռանա, եթե մենք չլինենք, ավելի լավ է Նիկոլը մնա։ Ես չեմ ընդունում Նույնը այդ մտքերը։ Քոչարյանի, Ռոբերտ Քոչարյանի թիմից են դեռ ասում։ Սա ես կարծում եմ ավելի շատ։ Թե սուտ է սա։ Ես չեմ կարծում, որ այդ մտքերը ճիշտ լինեն։ Չեմ կարծում։ Բայց այն, որ ընդդիմությունը ճաքեր է տվել եւ մենք բացահայտ տեսնում ենք այդ արճակատումը մեկ-մեկի տրորելով այն նույն լեքսիկոնով, այն նույն բառապաշարով, որ Նիկոլի դեմ ենք մենք պայքարում, նույն ձևով մեկ-մեկու հետ են խոսում, ես դա չեմ հասկանում։ Գիտեք, ինչն է ամենավատը մեր ազգային հատկանիշի։ Արցախի հաղթանակից հետո բոլորը հերոս էին ու բոլորը պահանջատեր էին, որ մենք կռվել ենք, մեզ պետք է էստաս։ Հիմա բոլորը նույն ձևի կուրս կեն ծեցում իբր ընդդեմ Նիկոլի են, որ վաղ Նիկոլին հաղթելուց հետո ասեն տեսեք մենք ինչ արեցինք։ Ինչ որտեղ գույքագրում անհրաժեշտ է, գույքագրում բառը գուցե կոպիտ է, բայց բնականաբար գույքագրում անհրաժեշտ է։ Բոլոր դաշտերում։ Դուք տեսեք այս տահակները ինչպեսի հարձակում են գործում, հենց կոնկրետ դաշնակցության նկատմամբ։ Ոչնչություններ, Ռուբեն Ռուբինյան, որ քննարկում է Թուրքիայի ներկայացուցիչի հետ, որը իր տարիքի դիվանագիտական փորձ ունի։ Ռուբեն Ռուբինյանը, որը սովորել է Թուրքիայում, ինչ որ համալսարաններում, թուրքական գործակալ է գուցե այդ ընթացքում դարել, մեր դիվանագիտությունն է անում։ Այսօր մենք այնպիսի ահավոր բաներ ունենք, որը անդրադառնալը հիմա առաջ թողնել իշխանության ղեկին։ Լիարժեք ընդունում եմ, բայց ցավոք դեռ չի ստացվում, բայց մի բան կարևոր է, պետք է Նիկոլ Փաշինյանին պաշտպանող, սատարող, նրան բարձրունքի վրա պահող ոտքերը կոտրել։
ոտքերի վրա աշխատել, ոտքերը մշակել, ոտքերին դուրս բերել նրա տակից, որպեսզի նա կարողանա գանգես լինել։ Սա է հնարավոր տարբերակը։ Եվ ավարտենք, հետաքրքիր է ուղղակի շատ ճիշտ առաջարկ եք անում, ուղղակի գործիքակազմերը կուզենայի ձեր միջոցով ճշտել։ Ինչպես պետք է կոտրել այդ ոտքերը, երբ որ դուք էլ ինչպես հասկացա, ընտրությունների միջոցով դուք այն կարծիքին եք, որ այդ փոփոխությունը հնարավոր չէ անել, եւ ուրեմն ինչպես որն է այդ մեխանիզմը սահմանադրական առումով ոչինչ հնարավոր չէ։ Ժողովուրդը պետք է ճանաչի, ով են լիարժեք սատարում եւ պահում Նիկոլին։ Ոստիկաններ, որոնք բարեկամ ու հարազատ ու հարևան ունեն։ Ժողովուրդը ճանաչում է, պարոն Պետրոսյան, կներեք ես ձեզ միանգամից ընդհատեմ, լսելով բազմաթիվ մարդկանց շատ հարցազրույցներ կան, որոնք նաև մենք կատարում ենք։ Ախարանքը, պարսավանքը լիարժեք չի իրականացնում։ Տեսեք, ասում են ժողովուրդը քննադատում են դիմությանը։ Ասում են նրանք այնքան սխալ քայլեր արեցին, որ այսօր մենք չգիտենք անգամ եւ վստահությունն ենք կորցրել առանդիմություն։ Ասում են հարգելի սիրելի ընդդիմադիրներ, ես ձեզ հիմա ժողովրդի խոսքն եմ փոխանցում եւ ուզում եմ որ մեր ունկնդիրներն էլ լսեն։ Բազմաթիվ մարդկանց հետ սոցհարցումներ են կարել։ Բոլորը ասում են հետեւյալը. սիրելի ընդդիմադիրներ, համախմբվեք, ընտրեք առաջնորդ, քշեք սրան։ Իսկ եթե դուք դա չեք անում, ուրեմն դուք համագործակցում եք այս թշնամու հետ, ներքին թշնամու հետ։ Մեր ժողովուրդը շատ խելացի է, նա հրաշալի հասկանում է ինչ է կատարվում։ Եվ դրա համար ասում են, հիմա ինչ անենք, մենք չգիտենք ոնց կռիվ տանք Նիկոլի դեմ։ Եթե չունենք երկրում ընդդիմություն, ուրեմն եկեք ասենք, չունենք այն ընդդիմությունը, որը պատրաստ է այդ կռիվը տալու։ Չունենք, չէ՞։ Սա ազգային ազատագրական պայքար է, որտեղ, չգիտեմ, ինչպես ինչ-որ հայտնի իշխանություն ընդդիմություն պայքար չէ դասական, սա ազգային ազատագրական է։ Այդ մարդիկ կան այսօր ազգային ժողովում։ Բազմիցս այս մասին ասել ենք, որ այսօր Նիկոլին քշելը, վռնդելը դա իշխանության համար պայքար չի։ Այո։ Այսօր ոնց որ ասեցիք, ազգային ազատագրական պայքար է, ազգին փրկելու պայքար է եւ ոչ թե իշխանության համար կռիվ։ Հետեւաբար իշխանության մասին մտածելը դա երրորդական, չորրորդական թեման է։ Առաջինը պետք է կարողանանք հենց այդպես միշտ ասել եմ դրա համար չեմ ուզում ընդդիմություն ես դառնալ միշտ կանգնում եմ այն կետում մտածում արցեք ընդդիմադիրները որտեվ երբ որ նայում ենք տեսնում եք մի թևը ուզում է իրա թեկնածուն անպայման բերի մյուսն ուզում է իրա թեկնա հիմա անուններ չտան բայց քանիսս խոսել ենք այդ մասին ամեն մեկը եւ չի հանդուրժում այն մյուսի թեկնածուին Մինչեւ այսօր օրինակ Սերժ Սարգսյանը հրապարակել է որ ինքը չի նախաձեռնում օրերս նորից ասած այդ նորից ասեց բանում ծիսարնակաբերդում եւս Իսկ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ ինքը պատրաստվում է 2026 ընտրություններին։ Այսինքն ինքը մտածում է, որ մինչև 2026 այս մարդը դեռ գնալու է։ Իսկ ինչու է այդպես։ Այդպես չէ ձևակերպումը։ Ինչպես է։ Ռոբերտ Քոչարյանի ձևակերպումը հետեւյալն էր. պատրաստ են յուրաքանչյուր ձևաչափով պայքարելու փողոցով ազգային ժողովում նաև ընտրությամբ։ Սա է ձևակերպումը։ Բայց ոչ ձևակերպում պատրաստ ենք 2026 ընտրություններին մասնակցել, նշանակում է Ռոբերտ Քոչարյանը ինքը պատրաստ է մտնել նորից խաղի մեջ, այդպես հասկանալ։ Խոսքը վերաբերվում է նախ պատրաստ ենք բոլոր ձևաչափերով պատերազմի։ Հասկանալի է, բայց ինքը եւս մտնում է այդ պայքարի մեջ Սերժ Սարգսյանի կուսակցությունը եւս մտնում է։ Հիմա Սերժ Սարգսյանով է մտնում, թե առանց Սերժ Սարգսյանի դա կերև է։ Գուցե Սերժ Սարգսյանով մտնում է, բայց Սերժ Սարգսյանը ընդունեք վարչապետի տեխնացու չի դառնում։ Օրինակի համար պաշտպանության նախարար է դառնում, օրինակի համար։ Չգիտեմ, չէ, կարծիք այդպես, ես չեմ կարծում, որ այդպես կլինի։ Բայց հիմա ասենք ընտրությունների ժամանակ նոր կերևա դա, բայց որ Ռոբերտ Քոչարյանը կողմ է նաև մինչև վերջ փողոցային պայքարին եւ այդ ուղղությամբ եւս միջոցներ ձեռնարկում է երբեմն, դա ակնհայտ է։ Ուրեմն ինչի չեն միավորվում թևերը։ Այս խնդիրը ցավոք ես դրա պատասխանը չեմ կարող տալ։ 18 կուսակցություններն այդպես էլ ձախողեցին, որովհետեւ չեղավ հենց այդ միավորումը։ Փրկության շարժման մասին էր խոսքը, շատ լավ հիշում եմ, այն ժամանակ յուրաքանչյուրի հետ ես եւս համագործակցում էի։ Չգիտեմ, անելանելի վիճակում Իմ ասած տարբերակն է փորձենք ոտքերից թույլատրել հրեշին, որպեսզի կարողանանք հաղթանակ ունենալ։